Խոսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանում հաշմանդամության նպաստ կտրամադրվի աբերչական գործողություններից տուժած անձանց։ Այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Իլհամ Ալիևը։ Նպաստի չափը կազմելու է 150-ից 270 մանատ, կախված հաշմանդամության աստիճանից։ Հարավարևելյան Եվրոպան Ադրբեջանին համարում է կարևոր գործընկեր։ Մեզ համար դժվարին ժամանակներում Ադրբեջանը իրեն դրսևորել է որպես վստահելի դաշնակից։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի նախկին նախագահ Ռոսեն Պլևնելիևը։ Բուլղարիան այլևս ռուսական գազ չի ստանում։ Այս դժվարին ժամանակներում Ադրբեջանը մեզ համար դարձավ էներգիայի հուսալի մատակարար, ինչը մեր հարաբերությունները բարձրացրեց նոր մակարդակի, նշել է նա։ Ռոսեն Պլևնելիևը նաև հայտնել է նոր նախագծերի մասին։ Մենք Չինաստանից Եվրոպա փոխադրումներ ենք իրականացնում Ադրբեջանի տարածքով։ Նոր նախագծին կմասնակցեն Ռումինիան, Բուլղարիան, Հունգարիան, Վրաստանը եւ այլ երկրներ։ Այդ մեքենաների բումը չի անցել։ Մեքենաների բումը տեղափոխվել է ուրիշ տեղ, տաք երկրներ, որի արդյունքում անցած տարի հոկտեմբեր ամսվա կտրվածքով $1 միլիարդ մեքենա է Միջին Ասիայով գնացել Ռուսաստան եւ դրա ճնշող մեծամասնությունը հայ գործարանների միջոցով։ Պետական բյուջեն չի ստացել $250 միլիոն։ Այս մասին Հայաստանի ազգային ժողովում падգամավոր Պապկեն Թունյանի ներկայացած նախագծի քննարկման ժամանակ ասել է падգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նշենք, որ Թունյանն առաջարկում է փոփոխություն հարկային օրենսգրքում, որով մեքենաների լիզինգով եւ վարձույթով զբաղվող ընկերությունները չեն հայտնվի գործող կարգավորումների մեջ, այն է չեն հարկվի ՊԵԿ-ի առաջարկած վերադիրով։ Հայաստանի ազգային ժողովը սկսել է քննարկել խաղային ոլորտի հարկերը բարձրացնող օրինագիծը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունն է։ Ի սկզբանե նա առաջարկում էր խաղային ոլորտի արդեն գործող հարկերին եւ տուրքերին ավելացնել նաեւ շրջանառության 10%-ի չափով հարկ։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո որոշվել է կրկնապատկել արդեն գործող տուրքը։ Խաղային բիզնեսն այժմ վճարում է շահութահարկ եւ երկու տիպի տուրք։ Տուրքերից մեկը գործունեության լիցենզիայի համար է, տարեկան անփոփոխ 600 միլիոն դրամ է, իսկ մյուս տուրքը հաստատուն գումար չէ, կապված է խաղադրույքների ծավալի հետ, որքան շատ են խաղադրույքները, այնքան մեծ է ստացվում նաև տուրքը։ Օրինագծով առաջարկումն է կրկնապատկել խաղադրույքների ծավալի հետ կապված տուրքը եւ լրացուցիչ մոտ 13 միլիարդ դրամ մուտքագրել պետական բյուջե։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։